Շողջան մի հատ բան եմ ուզում էլի ասեմ ձեզ, նոր մի կարակ հալեցրեցի, Երեմյան, տեսեք Երեմյանը, մի տեսակ դեղին ու վրան փրփուր է, ու շատ վատ հոտ ունի հալացնելու ժամանակ, սա պրեզիդենտն եմ հալեցրել, լրիվ նորմալ, պրեզիդենտը տեսեք քափը ոնց որ մեր սովետական ժամանակ, ու համով, անուշ հոտով, սա Երեմյաններ հալացրեցի, ես Երեմյանի փրփուրը շատ հետաքրքիր է, գույնը, սենց որ էթում գալի, շատ մուգ դեղին է, նստվածքը ավելի մուգ, ու ես փրփուրը, անհասկանալի փրփուր է վրան կապել, զգուշ եղեք, ժողովուրդ ջան, ճիշտ է ես Երեմյան կաթնամթերք եմ օգտագործում, բայց կարագը փաստորեն խաբվում ենք, կարագի դեպքում չառնեք, իսկ պրեզիդենտ կարագը շատ նորմալ, անուշ հոտով, սիրուն, շողշողուն, իրագույնը, ուշադիր, ժողովուրդ ջան, ուշադիր, սա հոտներ էր անուշ գալի, բայց սա մի տեսակ սինթետիկ հոտեր ուներ, ասի ձեզ տեղյակ պահեմ մեր սիրելի հայաստանցիներ, իմ սիրելի իմոնք, Երեմյան կարակներից մի քիչ հեռու կմնաք, բայց մնացած պրոդուկտները լավն է, որ ես առնում եմ, պանիրը, մածունը, վատ չի էլի, բայց ես Երեմյան այս դեղնությունը, հատությունը մի տեսակ, տեսեք ես փրփուրը վրի, ինքը սեր չի էլի սրա նման, ինքը ինչ-որ փրփուր է, այդ արդեն թույն կլինի, ուշադիր եղեք առողջությունների համար չազդի, երևի ոչ բոլորն են սենց հալածում համեմատում, բայց ես որպեսի այդ փորձը ունեմ, ուզեցի ձեզ տեղյակ պահեմ, ժողովուրդ ջան, սա Երեմյանն է, չառնեք Երեմյանի կարագը, ինչ-որ բաներ կախառնած մեջը, եղավ անպայման նորից կապով կլինի,